Թեմակալ առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կանադայի հայոց թեմի հոգևորականների ժողովը, որը համախմբել է թեմի հոգևորականներին հոգևոր խորհրդատությունների, եղբայրական շփումների, հովվական, ծխական եւ համայնքային կյանքն ամրացնող ռազմավարությունների վերաբերյալ քննարկումների շուրջ։ Ժողովականներին փոխանցվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հայրապետական օրհնությունը Սուրբ Էջմիածնից։ Կանադայի կառավարության անունից ողջույններ եւ բարեմաղթանքներ են ստացվել նաեւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիից։ Երրորդյա հավաքի ընթացքում պատվիրակները վերանայել եւ քննարկել են թեմական տարբեր կառույցների գործունեությունը։ Հավաքին ներկա են եղել նաեւ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Արագածոտնի հայոց թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Արարատ arczepiskopos Գալթակչյանը, ի նշան միասնության եւ գործակցային այն խորը կապերի, որոնք շաղկապում են հայ առաքելական եկեղեցու թեմերը ամբողջ աշխարհում հայոց հոգևոր կենտրոնի հետ։ Մկրտիչ եպիսկոպոսը համապարփակ զեկույց է ներկայացրել Արագածոտնի թեմի առաքելության եւ ընթացիկ գործունեության, հովվական նախաձեռնությունների, կրթական ծրագրերի, երիտասարդների ներգրավվածության եւ մշակութային հարցերի վերաբերյալ։ Մայիսի 30-ից հունիսի 1-ը Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացել է կանադահայոց թեմի թեմական ժողովը, որին մասնակցել են երկրի տարբեր ծայրերից ժամանած հոգևորականներ եւ աշխարհիկ պատվիրակներ, խորհրդածելու եկեղեցու կյանքի եւ առաքելության շուրջ։ Այս տարվա ժողովի կարևորագույն իրադարձություններից մեկը թեմակալ առաջնորդի ընտրությունն էր։ Առաջադրվել են երկու թեկնածու՝ գործող առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը եւ Բագրատ ծայրագուն վարդապետ Պերջեկյանը։ Ժողովականների քվեարկությամբ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը վերընտրվել է շարունակելու իր ծառայությունը որպես Կանադայի հայոց թեմի առաջնորդ։ Վերընտրված Աբգար Սրբազանը թեմի հոգևոր հայրերի ընթերակայությամբ մատուցել է կիրակնօրյա պատարագ, որին ներկա են գտնվել թեմական ժողովի մասնակիցները, պարերարներ, հավատացյալներ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։